Շոկոլադապատ համեղ միջուկով իսկական տնական պանրիկ ենք պատրաստում, բայց ավելի համեղ, քան ցանկացած գնած պանրիկ։ Դե ինչ գնացինք, նախ կատնաշոռը, կարագը, շաքարի փոշին եւ վանիլը հարում ենք այնքան, մինչեւ ստացվի միատարր զանգված։ Ստացված զանգվածը տեղափոխում ենք խոհարարական տոպրակի մեջ, հետո վերցնում ենք հատուկ այսպիսի ձևաման, սիլիկոնե, պատրաստի մասան տեղավորում ենք այնտեղ այնպես, ինչպես դուք տեսնում եք, հետո լցոնում ենք ազնվամորու ջեմով, շոկոլադով, կարամելով, ինչով որ կամենաք։ Հետո միջուկը կրկին փակում ենք խնամքով կատնաշոռային զանգվածով, հարթեցնում ենք մեզ բոլոր հարմար եղանակներով եւ ուղարկում ենք սառցախցիկ։ Սառցախցիկում թողնում ենք մինչեւ վերջ սառելը։ Ընթացքում պատրաստում ենք նաեւ շոկոլադը, այն հալեցնում ենք մեզ բոլոր հարմար եղանակներով, ավելացնում ենք բուսայուղ, խառնում ենք, սառած պանրիկները դուրս ենք բերում սառցախցիկից, շատ հեշտությամբ հանում ենք սիլիկոնե ձևամանի մեջից, ահա տեսեք ինչ արագ է ստացվում։ Հետո անց ենք կացնում փայտիկի վրա, թաթախում ենք շոկոլադի մեջ, թափը հարում ենք, որպեսզի ավելորդ շոկոլադը հետ ծորա, տեղավորում ենք յուղաթղթի վրա ու տեսեք շոկոլադը ինչքան արագ է սառում։ Վերջում կարող եք ձևավորել հալած շոկոլադով եւ մատուցել։ Չափազանց համեղ է ստացվում եւ մեկ հատով դժվար թե բավարարվեք։ Անպայման պատրաստեք ու կիսվեք ընկերների հետ։ Երեխաները ոնց են սիրում